Բարև ձեզ բարեկամներ։ Այսօրվա թեման Իրանում պատերազմն է, բայց ես պնդում եմ, որ սա պատերազմ չէ։ Ինչու՞։ Հիմա կասեմ եւ կբացատրեմ։ Շատերն ասում են, որ Խամենեի մահից հետո Իրանը մասնատվելու է, որ նման կորուստներից հետո Իրանը չի վերականգնվի։ Երկար ժամանակ է դրան պետք, որ կորուստներից, ինչ կորուստներից հետո հարցնում եմ ես։ Ասում են սա Իրանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դավադրական գործողություններ են։ Բայց չեն կարողանում տեսնել երրորդ կողմին, որ դա Թուրքիան չէ, Ադրբեջանը չէ, արաբական երկրները չեն։ Ու թե ով է երրորդ կողմը, հիմա կիմանանք։ Եվ սա պատերազմ է արդյոք, թե հստակ գծագրված օպերացիա։ Ես Հարություն Մանուկյանն եմ։ Դուք AMC-ն հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան հարթակում եք։ Այս պատմությունը սկիզբ է առնում քիչ ավելի շուտ, քան փետրվարի 28-ին ռազմական գործողությունները Իրանում, ամեն ինչ հերթով։ Փետրվարի 25-26-ին երկար դադարից հետո Իսրայել այցելում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Այցից առաջ Մոդին գրառում է անում X հարթակում։ Հեռանկարով սպասում եմ Իսրայել այցին, վստահ եմ, որ դա կընդլայնի մեր երկրների երկկողմ հարաբերությունները։ Հանդիպումն անցնում է վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում։ Սա պաշտոնական մասը։ Նույն օրը փետրվարի 26-ին Օմանի մասնակցությամբ Ժնևում տեղի են ունենում ԱՄՆ-Իրան հերթական բանակցությունները։ Բանակցություններից անմիջապես հետո Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսայդին հայտարարում է, որ բանակցություններն անցել են փոխադարձ վստահության մթնոլորտում եւ հատուկ նշում է, որ լուրջ եւ նշանակալի առաջընթաց է գրանցվել, կողմերը մոտ են համաձայնության։ Այս հայտարարությունը հաստատում են թե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ թե Իրանի ներկայացուցիչները եւ ավելացնում են, որ պայմանավորվել են հանդիպել հաջորդ շաբաթ Վիեննայում։ Սակայն երեկոյան պաշտոնական Իրանը հանդես է գալիս մեկ այլ հայտարարությամբ, որում նշվում է. ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված պայմաններն անընդունելի են։ Իրանը մերժում է Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր առաջարկները եւ շարունակելու է իր խաղաղ միջուկային ծրագիրը։ Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս նման հայտարարությունը։ Առավոտյան ամեն ինչ լավ էր, երեկոյան նորից նույնն է։ Սա հիշեք խնդրում եմ, այս հարցին դեռ անդրադառնալու եմ բարեկամներ։ Հաջորդ օրը փետրվարի 27-ի առավոտյան Պակիստանը պատերազմ է հայտարարում Աֆղանստանին, մեղադրելով, որ Աֆղանստանը դարձել է ահաբեկիչների օրրան։ Այս մասին հայտարարում է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Սկսում են ռազմական բախումներ, բայց հանկարծ ուշ գիշերին կողմերը հայտարարում են հրադադարի մասին։ Սա էլ է զարմանալի։ Առավոտյան պաշտոնապես հայտարարված պատերազմ, գիշերը արդեն ամեն ինչ լավ է։ Ինչու՞մն էր հարցը, ինչ եղավ։ Ոչ ոք պատասխան չի տալիս, բայց մենք հասկացել ենք։ Հասանք ամենակարևորին, փետրվարի 28։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի հետ համատեղ Իրանի դեմ սկսում են ռազմական գործողություններ։ Երկու օր առաջ հայտարարել են, որ ամեն ինչ լավ է։ Հեսա պայմանավորվում ենք, բայց մեկ էլ պատերազմ։ Անհասկանալի է, իսկապես անհասկանալի է։ Ընդ որում Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը միայն թիրախավորում են Իրանի կառավարական շենքերը, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ ամենակարևորը, Իրանի հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեի նստավայրը։ Ոչ մի այլ կառույցների չեն հարվածում։ Դպրոցը այս տրամաբանությունից դուրս է, ու իմ կարծիքով սա դեռ հարց է, ով է հարվածել դպրոցին։ Որովհետեւ կան ավելի կարևոր օբյեկտներ, օրինակ Իրանի նավահանգիստները, որտեղով արտահանվում է իրանական նավթը, նավթահանքերը, էներգետիկ հանգույցները, բայց դրանք մնում են անվնաս։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սանտիմետրերի ճշգրտությամբ կարողանում են կառավարական շենքերում խոցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին, չեմ կարծում, որ չկարողանային մեկ ժամվա ընթացքում գետնին հավասարեցնեն Իրանի բոլոր ստրատեգիական օբյեկտները, որից անմիջապես հետո ամեն ինչ միանգամից
կավարտվել, բայց չեն անում։ Թիրախավորում են միայն բարձրաստիճան զինվորականներին եւ հոգեվոր առաջնորդին։ Առաջին հարվածները եղան Ալի Խամենեի նստավայրի վրա։ Խամենեի նստավայրը հրթիռակոծվեց 30 խորաթափանց խումբերով։ Ալի Խամենեին իր ընտանիքի մի քանի անդամների հետ միասին սպանվեցին։ Սպանվեցին նաև հեղափոխության կորպուսի գլխավոր հրամանատարներ, պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը։ Փաստացի Իրանը գլխատվեց։ Ռազմական գործողությունների առաջին րոպեներին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց. Խորը մտահոգված են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների պատճառով։ Դրանք խախտում են Իրանի ինքնիշխանությունը եւ սպառնում են խաղաղությանը։ Թուրքիան փակում է իր օդային տարածքը բոլորի համար եւ չի խառնվում այս հակամարտությանը։ Ադրբեջանը նույնպես ինքնաբացարկ ներկայացրեց, հայտարարելով, որ չի խառնվի եղբայրական Իրանի դեմ պատերազմին։ Ու այնպես չէ, որ ասացին մի բան եւ արեցին հակառակը։ Ոչ, իրականում երկուսն էլ մնում են չեզոք մինչ օրս, ինչը զարմանալի է։ Փաստացի բոլոր այն երկրները, որոնք կարող էին մասնակցել Իրանի մասնատմանը, ասեմ ավելին, դրա համար անում էին ամեն ինչ, մնացին ձեռնպահ։ Մյուսներն էլ զբաղեցրին ռազմական բախումներով, խոսքս Աֆղանստանի եւ Պակիստանի մասին է։ Ինչու՞, որն է պատճառը։ Իրականում ոչ մի ողջամիտ պատասխան դեռևս չկա, բայց ես ձեր թույլտվությամբ կպատասխանեմ։ Որովհետև բոլոր այդ երկրները Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստացել էին հստակ ինֆորմացիա, որ Իրանը չի մասնատվելու եւ դուք պետք է չխառնվեք։ Իրանում մենք իրականացնում ենք իշխանափոխություն, պատերազմ չէ, իշխանափոխություն։ Երկար ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ընթանում են բանակցություններ, բայց անարդյունք։ Եվ վերջին բանակցությունները Ժնևում հստակ ցույց տվեցին, որ Իրանում կան քաղաքական ուժեր, որոնք կողմ են հարաբերությունների կարգավորմանը։ Բայց կան ուժեր, ու դրանք շատ են, որոնք դեմ են կարգավորման process-ին։ Օրինակ, Իրանի առաջնորդ Ալի Խամենեին, հեղափոխության կորպուսի հրամանատարները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք խանգարում են կարգավորման գործընթացին։ Այդ իսկ պատճառով Ժնևում բանակցություններից հետո հայտարարվեց, որ կա առաջընթաց, բայց երեկոյան ասվեց հակառակը։ Ինչ է պետք անել։ Ոչնչացնել խոչընդոտողներին, ինչը հենց հիմա արվում է։ Հիմա այստեղ մնաց Հնդկաստանը։ Ես կարծում եմ, ենթադրում եմ, մենք մտածում ենք այդպես, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հնդկաստանին Իսրայելի միջոցով փոխանցել է, որ ձեզ ոչինչ չի սպառնում, մենք ձեր դեմ ոչինչ չունենք, ավելին, որ համոզված լինեք, ձեզ գործնական առաջարկ ենք անում, համագործակցություն։ Փետրվարի 25-26-ին տեղի ունեցած Իսրայել-Հնդկաստան հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Ռազմաապահովագրության եւ պաշտպանության, ազատ առևտրի, աշխատուժի փոխանակման, տվյալների եւ տեխնոլոգիաների ու յուրահատուկ ռազմավարական գործընկերության ոլորտներում։ Չլսված հարաբերությունների մեկնարկ է գրանցվել։ Փաստացի Իսրայելն ու Հնդկաստանը դարձել են գործընկերներ, ու սրան նախաձեռնողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է Իսրայելի միջնորդությամբ։ Սա բարեկամներ, պաշտոնական տեղեկություն է, ոչ մի ենթադրություն, բացեք եւ կարդացեք։ Իրանի պահպանողականները գնալու են միջև վերջ, արդեն հասկացել են ինչ է կատարվում։ Եվ այսօր ռազմական գործողություններին արդեն մասնակցում են Լիբանանյան Հեզբոլլահը, Եմենի հութիները եւ Իրաքում տեղակայված իրանամետ ուժերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանում ոչնչացնում են այն մարդկանց, այն ուժերին, ովքեր անընդհատ խանգարում են կարգավորման process-ին, եւ սա պատերազմ չէ։ Սա հստակ ռազմական օպերացիա է Իրանում իշխանափոխության միտումով։ Սա է իրականությունը, սա է քաղաքականություն ասվածը։ Լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, այս իրականության մեջ մենք ապրում ենք։ Այո, միջազգային իրավունքը խախտելու վերաբերյալ կան բազմաթիվ հարցեր։ Բայց այս եթերը իրավունքի մասին չէ, վերադառնանք մեր հարցերին։ Այսօր աշխարհը շարժվում է այլ ուղղությամբ, դեպի հաշվողական տեխնոլոգիաներ։ Գեթ մեկ զինվոր այսօր հրազենը ձեռքին պատերազմին չի մասնակցում, չկա, եթե տեսել եք, ասեք։ Չի մասնակցում, որովհետև դրա կարիքը չկա։ Այն հրթիռները, որոնք սանտիմետրերի ճշգրտությամբ խոցում են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին իրանց տներում, ննջարաններում,
Հետախուզական տվյալներ, քարտեզագրություն, տվյալների բազաներ, մի խոսքով այն, ինչ այսօր կատարվում է Իրանում եւ ինչի պատճառով Իրանը դատապարտված է պարտության։ Ավելի ճիշտ պարտվում են Իրանի պահպանողականները առաջադեմ հաշվողական տեխնոլոգիաների բացակայության պատճառով։ Ավելին, պատերազմի առաջին օրը մամուլի ասուլիսի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանում ռազմական գործողությունները նախագծելիս դիմել են արհեստական բանականության օգնությանը։ Եվ ոչ միայն ռազմական ոլորտում, նույնիսկ մեզ մոտ այսօր շատ քիչ ոլորտներ կան, որտեղ ներգրավված չեն ժամանակակից հաշվողական տեխնոլոգիաներ։ Հիմա բոլորիս հարց, մենք ինչ ենք ուզում, ինչ ենք անելու։ Տեխնոլոգիաներին ասելու ենք ոչ, եւ Իրանի պես մնալու ենք աշխարհից կտրված։ Իրանն ունի միլիոնին հասնող լավ զինված բանակ, բալիստիկ հրթիռներ, նավթ, ռեսուրսներ, բայց չունի տեխնոլոգիաներ ու պարտվում է։ Ամենակիչը 5 տարի հետո, ես կասեի 3 տարի հետո, այսօր էլ է այդպես։ Բայց աշխատելու են միայն ռոբոտները, ոչ մի մարդ գործարաններում չի աշխատելու, մի քանի մարդ պարզապես հետևելու է դրանց աշխատանքին, որ չկանգնեն։ Բժշկության մեծ մասը, մեդիա տիրույթ, տաքսի, սպասարկում, արտադրություն, մի խոսքով բոլոր ոլորտները, բոլորը աշխատելու են առանց մեր մասնակցության։ Մեր վերահսկողության տակ, բայց առանց մեր մասնակցության։ Սա է ապագան, ավելին, մենք արդեն այնտեղ ենք։ Հերավար ձևավորվելու են լայն մասաների կարծիքներ, հիմա արդեն բարեկամներ դա արվում է։ Տվյալների բազաների վերլուծության արդյունքում մարդկանց վարքը կանխատեսելի է լինելու։ Կանխատեսելի է լինելու 97-98% ճշգրտությամբ։ Համակարգը մի քանի քայլ մեզանից առաջ է լինելու։ Մենք նրա համար պարզ եւ հասկանալի ենք լինելու ապագան պլանավորելու համար։ Բայց մենք Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ այս process-ի փոքրաթիվ մասնակիցներից մեկը, քանի որ մրցակցությունը մտավոր եւ գաղափարական տիրույթում է։ Եվ այդտեղ մեզ մրցակիցներ գրեթե չկան, վստահ եմ գոնե սրանում համոզված եք։ Հիմա նորից եմ կրկնում հարցս, ինչ ենք անում, մնում ենք հինը, թե գնում ենք տեխնոլոգիաներին ընդառաջ։ Մենք հիմնադիրներս գնում ենք ընդառաջ եւ առաջարկում ենք մասնակցել նաեւ ձեզ։ Այցելեք հիմնադիր.am կայք, ծանոթացեք մեր գաղափարներին, մտքերին, անդամագրվեք, ֆինանսապես աջակցեք եւ եկեք հիմնադրենք մեր զարգացած առաջադեմ նոր պետությունը։ Առաջիկայում մանրամասն կներկայացնեմ մեր ծրագրերը, լուծումները, գաղափարներն ու մտքերը։ Մարտի 14-ին տեղի է ունենալու մեր հիմնադիր ազատակարգ կուսակցության հիմնադիր համագումարը։ Հրավիրում եմ բոլորիդ, եկեք, մասնակցեք, կծանոթանանք, ընդամենը անդամագրվել է պետք։ Հղումը կթողնեմ մեկնաբանություններ։ Ճիշտ է, դժվար է լինելու։ Ցանկացած նոր բան դժվար է տրվում, բայց վախենալ պետք չէ, պետք է պատրաստվել եւ գնալ առաջ։ Տեխնոլոգիաները այսօր աշխարհի ներկան եւ ապագան են եւ պետք է գնալ դրանց ընդառաջ։ Այսօրվանից ի վեր եթեր դուրս կգամ հաճախակի։ Նույնիսկ ուղիղ եթերներով, սպասեք խնդրում եմ։ Ես Հարություն Մանուկյանն եմ։ Դուք AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան հարթակում եք։ Մինչ նոր հանդիպում։